Արցախից եմ, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից եմ։ Ձեր անունը եք ասել։ Կարեն Բաղարյան։ Ձեր մի քիչ Արցախի կյանքի մասին եթե պատմեք։ 17 տարեկանից զինվորական համազգեստ եմ կրում։ Բոլոր կռիվների մասնակցել եմ 88 թվականից մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը։ Բայց ինչ արած, 30 տարվա պայքարը ջրիկացել է, թողել ենք տուն տեղ հայրենիք, եկել ենք մեր ընտանիքով։ Ընտանիքի մասին պատմեք, քանի հոգի եք ընտանիք։ Ընտանիքը ունեմ ընդհանուր ունեմ երկու աղջիկ, մի տղա, մի տղայիս հարցի եւ կնոջս հետ եմ։ Մյուս աղջիկս ամուսին ուզողված է, ինքը երկրորդ մասիվում է ապրում, սկեսրոջ հետ։ Մյուս աղջիկս է Գերմանիայի լինում, 16 թվականին է գնացել, ամուսնացած է ընտեղ են ապրում, բայց Հայաստանի քաղաքացի է։ Գիտեք, հույսը միշտ վերջն է մահանում, բայց ներկապային հույս չկա, որովհետև հողը այլամբեն պահում, մենք նվիրել ենք, այլամբեն պիտի վերցնենք դեր պատրաստ ենք, այլամ վերցնելու, ժողովուրդը դրան պատրաստ չի։ Գուցե ներ հաջորդ սերունդը ավելի պատվաստր լինի, ավելի հայրենասեր լինի կարողանա, բայց ներկա սերունդի վրա ես հույս չեմ դնում։ Դե ինչ արեմ, ես ընդամենը ընտես կարողացել եմ մի բուր հող բերեմ ինձ հետ։ Մի բուր հող, դե ոնց պետության տված ես 50,000-ը զորը տանվարձ ենք տալիս, մի կերպ է գլուխներս պահում ենք, էլի։ Երևանում նոր 5-րդ մասիվում ենք, 200,000 տանվարձ ենք տալիս, թորիկս էլ ես տեղ է ծնվել, Հայաստանի քաղաքացի ինքը։ Ինչ ասեմ, շատ դժվար է, դժվար։ Չգիտեմ, ես մտածում եմ, արդեն կապվել եմ Ռուսաստան ընկերներիս հետ, ստիպված պիտի հայրենիք չլքեմ գնամ, եթե չկարողանամ այնտեղ իմ միամսով այսպես տանվարձս, այնտեղ ես 6 ամիս կարամ տանվարձամ ապրեմ։ Այստեղ գնում ես աշխատանք ես խնդրում, ասում եմ տարիքային սահմանափակում կա, ինչ անես։ Դե փառքաստը լավ տեղ չարվեցին ինձ վերցրին աշխատանքի, բայց աշխատավարձը քիչ է քան պահանջում, ինչքան որ պահանջում էլի ապրելի համար։ Զորով մի կերպ ապրում ենք, դեռ փառքաստուծով, բայց որը 50,000 կտրվեց, երևի թե 90%-ը արդեն բոմժի կարգավիճակ է ստանալու։ Ես մտածում եմ, որ այդ իրենց հետ ասած տունը առնվազն 4-5 տարուց հետո կարան մեծամասնությունը ստանա։ Ներկապայից շատ մի 100 ընտանիք, առաջիկա 2-3 տարվա ընթացքում։ Իսկ մնացածն էլ ես չեմ հավատում, որ այդ կյանքը այնպես է, որ կարող է վաղը մի ուրիշ բան լինի։ Ով է հավատացել, որ Արցախը Ադրբեջանի կազմում կմնա։ Իսկ որտեղից եկած է, որ վաղը Երևանը չեն ասելու մերն է։ Ես ներկապային մեզ այդպիսի իշխանություն չեմ տեսնում, որ կարողանա դրա դիմաց հառնել։ Ես բան չունեմ ասելու իր ասածի իրավունքն է այդպես մտածի, որովհետև անմեմարդ իր միտք ունի։ Բայց ինձ համար մինչև մեռնելու օրս շարժումը մնալու։ Ես եղել եմ շարժման ակունքներում, Մարտունու շրջանը սկսել շարժումը եւ առաջին գործադուլը ես եմ կազմակերպել, որ բոլորը դուրս գան, մինչև մեռնելու օրս էլ այդ պայքարը շարունակելու։ Ոնց կարողանամ։ Չեմ ասում, այսին մեծ բաներ եմ անել, բայց ինչքան իմ առողջությունս ներուժների անելու եմ, ուրիշ բան չկա։